Շույն շարունակում ենք 7-րդ դասարանի դասագրքերի դասերի տեղադրումը 120 էջից այստեղ տեսնենք ինչի մասին է խոսքը Take the quiz and see how ambitious you are ինչքան ամբիցիաներ դու ունես կամ ինչ ամբիցիաներ ունես How ambitious are you ինչպիսի ամբիցիաներ դու ունես Այստեղ ոնց որ թե տարբերակներ ունենք, որ պետք է ընտրենք, հետո կարծես թե վերջում գումարում ենք քանակը, տեսնում ենք ինչքան ամբիցիաներով մարդ ենք մենք։ Գնացինք այստեղից առաջինը իմ օրինակի վրա վերցնենք, which of these sentences is true for you? I never work too hard. I easily get tired. Ես երբեք չեմ աշխատում շատ, ես շատ շուտ եմ հոգնում. To work hard is not enough. Շատ աշխատելը բավարար չէ, you need luck, քեզ հաջողություն է պետք If I really want to do something, I do it Եթե ես իսկապես ցանկանում շուտ բան, ես անում եմ դա Ես ընտրում երրորդ տարբերակը You fail at a competition, what do you think? Դու ձախողել ես մրցույթը, ինչ ես կարծում I shouldn't take part in it again Ես չպետք է մասնակցեի դրան նորից It wasn't fair, I did well. Դա արդար չէր, ես լավ եմ արել։ Next time I should work harder. Հաջորդ անգամ ես ավելի շատ կաշխատեմ։ Այստեղ ես կրկին կվերցնեմ երրորդը։ You won the main part in a school performance, but you are not really as good as others. What do you think? Դու ուզում ես գլխավոր մասը կազմես դպրոցի ներկայացումների, բայց դու այդքան էլ լավը չես, ոնց որ մյուսները։ What do you think? Ինչ ես կարծում։ I'm not going to take part in it. Ես չեմ մասնակցելու դրան I try again նորից կփորձեմ there are other parts to play ուրիշ մասերում կխաղամ Ես այստեղ կվերցնեմ երկրորդը You have to pass an exam what do you do Դու պետք է անցնես քննությունը Ինչ պետք է անես դու Do nothing ոչ մի բան Study a little bit մի փոքր ավելի շատ կսովորեմ Study hard ավելի շատ կսովորեմ Այստեղ կրկին երրորդը կվերցնեմ You are the worst player in the school team Դու ամենավատ խաղացողն ես դպրոցի թիմում What do you do? Ինչ կանես դու? Leave the team կթողնեմ թիմը Ask somebody to join the team Ինչ որ մեկին կխնդրեմ միանա թիմին Train hard կմարզվեմ ավելի շատ Այստեղ կարծես total point-ս գալիս է 14 point 12-ից 15 14-երի ընդհանուր միավորը 12-ից 15 միավորի մեջ եկա Congratulations, you are very ambitious. You never give up. Keep up the good work. Շնորհավորում ենք, դուք շատ ամբիցիաներով մարդ եք, դուք երբեք չեք հանձնվում, շարունակեք լավ աշխատել։ Սա այստեղ դուք կարող եք ձեր տարբերակները վերցնել եւ անել։ Հիմա այստեղ modal auxiliaries-ը, modal բայերը can-ը, could-ը, may-ը, must-ը, should-ը, ought-ը Can-ը դա կարողությունն է, կարողանալ բառն է Այստեղ երեք տարբերակներ ունենք Ability կարողություն Been informal permission ոչ պաշտոնական թույլտվություն եւ C informal polite request ոչ պաշտոնական քաղաքավարի առաջարկ Could-ը formal polite request-ն է պաշտոնական քաղաքավարի առաջարկն է Could you tell me where the bank is please կարող եք ասել որտեղ է բանկը խնդրում եմ May-ը must-ը degrees of probability ոնց որ հավանականության աստիճաններն են May-ը կարելի է must-ը պետք է նա հավանականության աստիճանները May-ը permission թույլտվություն possibility քիչ հավանականություն You may take my book դու կարաս վերցնես իմ գիրքը less than 50% ավելի քիչ քան 50%-ը He may be home less than 50% sure that he is home հնարավոր է տանն է ավելի քիչ համոզված եմ, որ նա տանն է Must-ը երկու տարբերակ ունի necessity obligation պարտականություն You must obey your parents դուք պետք է հնազանդվեք ձեր ծնողներին 95% possibility մեծ հավանականություն He must be home very probable 95% that is home շատ հավանական է 95% համոզված է որ նա տանն է այստեղ must-ը դրա համար է օգտագործում Should-ը հավասար է advice խորհրդին A good idea լավ միտք է You should take a taxi պետք է տաքսի վերցնես այսինքն խորհուրդ է տալիս Ought to is similar to should-ին նույնպես նման է այստեղ
պետք էին, բայց այստեղ արդեն թույովն է, should առանց թույ է, ought-ը թույովն է, duty, necessity, desirability, նույն ձև պարտականությունն է, անհրաժեշտությունն է, բայց էլի խորհրդի կարգով, you ought to be nature wise, we ought to help the needy, նույն իմաստն է, պետք է օգնենք, պետք է անենք, արտահայտությունն է. Fill the gaps with can, may, must, should, ought to. Where is he? He may be on holiday. Այստեղ may-ն ենք տեղադրում. Երկրորդում they must be friends. Նրանք պետք է որ ընկերներ լինեն. You should see the doctor immediately. Այստեղ խորհուրդ է տալիս. You should. Երրորդում you should see the doctor immediately. Չորրորդը we may go to England for our holidays. We don't know yet. Հնարավոր է գնանք հավանականությունը չգիտենք, էլի, we don't know yet, դեռ չգիտենք. Can I speak to you for a moment? Հինգերորդը, can I speak to you for a moment? Այստեղ առաջարկն է, according to the weather forecast, it may snow heavily tomorrow, it may snow heavily tomorrow. You must follow the traffic rules. We ought to take care of our parents. People should be punctual. The child must be taken to hospital immediately. Could you tell me the way to the station, please? Ուրեմն առաջինը may, երկրորդը must, երրորդը should, հինգը may, վեցը can, ներողություն հինգը. Ուրեմն առաջինը նորից տեղերը խառնեցի, մեկը may, երկրորդը must, երրորդը should, չորրորդը may, հինգերորդը can, վեցը may, յոթը must, ութը ought to, ինը should, 10-ը must և 11-ը could. Ուրեմն, այստեղից կարծում հարցեր չեն առաջանա, ամբողջությամբ արվել է աշխատանքը, այստեղ նորից մոդալ բայերի մասին, քանի տարբերակներ ունեն շատ ուշադրություն կդարձնենք ability-ին, informal permission, can-ը կարողանալը, բայց ունի 3 արտահայտություններ, 3 ձև, could-ը անպայման հիշում ենք, որ դա ոչ թե can-ի անցյալն է, իհարկե նաև can-ի անցյալն է, բայց այստեղ երբ որ նախադասության մեջ օգտագործում ենք առաջարկ խնդրանք անելու, դա պաշտոնական քաղաքավարի արտահայտությունն է, երբ որ ինչ-որ մեկի ինչ-որ բան ենք խնդրում, որ անի. May-ը must-ը դա արդեն ասացի հավանականությունն է, երկու տարբերակն է հավանականության տարբերակ, may-ը ոնց որ ավելի քիչ հավանականությունն է, իսկ must-ը ավելի մեծ հավանականության մասին է խոսում պետք է յով, should-ը եւ ought-ն դա արդեն խնդրանքի կարգով խորհուրդն է, այսքանը.